Որովհետև երբ մենք ասում ենք ես հանուն իմ երեխայի ամեն ինչ, բայց հետո ամուսնալուծության ժամանակ այդ երեխային տարիներով դարձնում ենք խաղալիք, եթե ինքը ում մոտ պիտի մնա եւ ով պիտի խնամակալությունը վերցնի, երբ մանիպուլացնում ենք այդ երեխային այդ ամբողջ process-ում մոռանալով, որ ինքը կա, երբ մենք մեր անձնական հարցերն ենք լուծում չստացված ամուսնության ժամանակ, կամ երբ երեխային սիրելով հանդերձ ասում ենք ես կլուծեմ այդ խնդիրը, ոչինչ որ գիշերային վախեր ունի, հա ինչ անենք, ով չի ունեցել գիշերային վախեր, բայց հետո ամեն տարիքային փուլում այդ վախերը, չգիտեմ, 6-ից 10-ի տարիքային փուլի վախը մենք տեղափոխում ենք 10-ից 14-ը, 10-ից 14-ը տեղափոխում ենք այդ ամբողջ այսպես սուբլիմացվում, ամորֆ ձևերով շարունակվում է անվերջ, որովհետև մենք չենք գտնում, որ մենք այն աշճան խնդիր ունենք, որ երեխային տանենք հոգեբանի մոտ, կամ նույն ամուսնուս կյանքից, հա, բազմաթիվ դեպքեր, երբ 4-րդ օրը գիշերը ժամը 2-ին կարող ենք կոտրած ձեռքով երեխային բերել հիվանդանոց եւ ասել 4 օր առաջ ոնց որ ընկավ ու հարցին թե ինչու եք բերել 4-րդ օրը գիշերը ասում են դա չի թողում քնենք ուտեղ ամուսնուս հարցն է գալիս եթե թողեր քնեք տենց կմնար նորմալ է կարևորը քնեք ու եթե ձեր մատը փուշ մտներ որ օրը կգայի գլուխը կախ ասում են նույն օրը Ես ավելի ցավալի դեպքեր եմ հանդիպել, երբ օրինակ բնացի սրտի հիվանդությամբ ծնված երեխաներին թողնում են մանկատանը կամ օրինակ մայրը տեղյակ չի լինում ընդհանրապես, որ այդ երեխան կենդանի է եւ այլն շատ ցավոտ հարց է եւ կարծում եմ բացաձայնման ենթակա հարց է։ ըստ իս սիրել նշանակում է տեսնել դրա այդ դիմացինի մեջ մարդուն եւ ոչ թե ապրանքի ըստ որում սեփականության այսպես բանով բոլոր են ատրիբուտներով, ասեմ սեփական երեխան է եւ ինչ կուզեմ կանեմ